Եթե կասկածի կորա հեղափոխությամբ ռեժիմափոխություններն էլ սխալ բան է իմ առաջարկությունս, դե ուրեմն լսենք այդտեղ մի քանի հոգու։ Համակարգի մեջ մասնակցում ես, դու արդեն այս համակարգի մի մասն ես։ Ես ճիշտ եմ հասկանում, մեր ընկերներին դες ճշտով հարցը տանել։ Միանշանակ, մի փոքր մանրամասն եմ։ Ես բացարձակ ոչինչ չունեմ ընտրությունների ինստիտուտի դեմ, որովհետև ընտրությունների ինստիտուտը միակ տարբերակն է, որպեսզի հույս ունենանք թափանցիկ արդար ու բաց ընտրությունների, բայց որ համակարգի ներքո, որ համակարգի օրոք։ Այս համակարգի օրոք մենք բազմիցս ականատես ենք եղել ընտրակեղծիքների ու դրանք շարունակական են լինելու միշտ։ Հիմա տեսեք, գնալով այս համակարգային կանոններով ընտրությունների, խոստանալով, որ այս համակարգը կփոխես, այդ նույնն է, ոնց որ երեք էլ ասեցի, եթերից մեջ ոնց որ հրդեհգա ասի եկել եմ կարակը մարելու կամ ինչ-որ մի հատ վիրուս խոսավ իմունիտետից, չկա տենց իրականություն։ Դու գնալով այս ընտրություններին դու արդեն իսկ համաձայնությունը տալիս ես ներկայիս համակարգի կանոններին։ Դա անհերքելի փաստ է։ Իսկ համաձայնվելով հայակորձան համակարգի որևէ կանոնի հետ, դա խոսում է մենակ մի բանի մասին, որ դու պատրաստ ես ամեն ինչի մենակ փախցնես աթոռ։ Դու չես մտածում Հայաստանի արմատական ու հիմնական փոփոխությունների մասին։ Ու ոչ մի տեխնացու այն ով էլ ասում է որ գալիս ենք համակարգը փոխենք, կոչ եմ անում անգամ բոլոր հաղորդավարներին ու լրագրողներին։ Մենք հարցրեք իսկ ինչ համակարգ եք առաջարկում, որ ուզում եք փոխեք։ Ու մենակ ասելով չի ուզում եմ փոխեմ։ Փոխես ինչ սարքես։ Չկա պատասխան ու չի կարող։ Պատասխան կա, իրենք այդ պատասխանը տալիս են։ Ինչ են ասում։ Ամեն մեկը իր պատկերացած, իր մշակած համակարգը ունի։ Դա փաստ է։ Իրենք ծրագիր ունեն համակարգը փոխելու։ Դա փաստ է։ Ես հիմա, քանի որ մենք աշխատում ենք ֆիլտրել, հասկանալ ինչ է կատարվում քաղաքական համակարգում, ով ինչ ունի առաջարկելու, համաձայն եմ թե համաձայն չեմ, քանի որ հետևողներն էլ պահանջում են, իրենք գրում են, ում են ուզում տեսնել, հասկանալ ինչ են իրենց առաջարկում, մենք դա իրականացնում ենք։ Ուրեմն ունեցել ենք վարշապետի տեխնացուներ, որոնք առաջարկել են իրենց համակարգը, նոր համակարգը, իշխանության գալուց հետո կառավարման համակարգ փոխել, մենք դա ունեցել ենք։ Մենք ունեցել ենք նույնիսկ տարբերակ, որ ասել են, մենք բոլորին դեմ ենք, մենք գալիս ենք համակարգը քանդում ենք ու գնում ենք։ Համաձայն եմ թե չէ, մենք իրենց էլ ենք հրավիրել հարցու պատասխանի էլի ուղիղ եթերում։ Իրենք ստացել են իրենց հարցերը, տվել են իրենց պատասխանները, լսողը ընտրում է իր համար դա ընդունելի է թե չէ։ Հիմա մենք փաստորեն այսօր ունենք երրորդ տարբերակը։ Ինչքանով ես հասկացա։ Ուրեմն դուք բոլորին դեմենքի նման չեք մասնակցում, հետո քանդեք ու գնաք։ Դուք վարշապետի տեխնացուների նման չեք մասնակցում ընտրությունների, որ հետո համակարգ փոխեք, այլ բան եք առաջարկում։ Իսկ կարող եմ հարցնել այլ բանը որն է, ինձ ասեք ճանապարհ, որը սրա ազգային հեղափոխություն։ Ահա, լավ, իրական ազգային հեղափոխություն, ուրեմն ես իշխան ձեռք ունեմ, այդքանով կողմ եմ։ Եվ ես չեմ կարծում, այս լսարանում գտնվի մեկը, որ ասի չէ, ես հեղափոխություն չեմ ուզում։ Մենք բոլորը շատ հասկանում ենք, որ այս համակարգի մեջ ընտրությունները իշխանության գալը շատ վիճարկելի, շատ խնդրահարույց թեմա է, եթե դու ունես համապատասխան ռեսուրսներ մարդկանց տեղեկացնելու, ընթացքը վերահսկելու եւ այլն։ Հիմա հարցը տալիս է ամեն անգամ, այս մեկ ասում հեղափոխություն, ասում եմ ես համաձայն եմ։ Ինձ ասա ոնց։ Ես հիմա այդ հարցը մեծ լսողների անունից մի քիչ մեր հարցերը սրանք ինչ են դուք։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Արան։ Ովքեր հարցեր ունեն, գրեք ուղի եթերում, անպայման ես կտամ մեր հյուրին, եւ չմոռանաք տարածել, բաժանորդագրվել ալիքին, ես կարծում եմ հեղափոխության կողմնակից իշխան Հայկա պետք է սա լսի։ Նաեւ ընտրությունների կողմնակից իշխան Հայկա պետք է լսի, որ երևի վերջում իր որոշումը ինքը կայացնի։ Համաձայն եք։ Եթե հիմնավոր բացատրություն չկա, ապա իր միակ տարբերակը ընտրությունն է։ Եթե կա, ապա պետք է արդեն ավելի խելամիտ վճռել։ Հիմա պարոն Հակոբյան ջան, գամ մի քիչ այս նախորդ ասացից ու գամ բանի հարցին պատասխանեմ թե ոնց։ Դուք ասում եք որ մարդիկ եղել են ասել են որ կգան իշխանության ու համակարգը կփոխեն նախագահականի եւ այլն, խոսքը այդ համակարգի մասին չի։ Միանշանակ ցանկացած տեխնացու այս գլոբալ համակարգի մեջ կարա փոխի պարլամենտականից նախագահական, նախագահականից պարլամենտական, ես որ ասում եմ համակարգ, ես դա նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ արտաքին կենտրոններից կախվածությունը ու ինքնիշխանության զուտ որպես դեկոր ծառայելը։ Այսօրվա մեր ինքնիշխանությունը, ապահովագրությունները, այդպես բարի վրա ուշադիր եղեք։ Ամեն ինչ, ես չեմ խոսում էլ 92 թվին ստորագրած իբր մեր անկախանալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ու Կրեմլի պայմանագրի մասին։ Դա լսեցիք մի կուզեմանավան Վարդան Հակոբյանի համակիրներն է համոզածերին որ այդ վաղ Վարդան Հակոբյանը սխալվեր գորակցել 60-70% հետայտան ընդրությունների կարելի հաղթել նա Կարեն Արայանը ինչ լավ մոմենտներ բերավ փաստեր որ չի անհնար է ընդրություններով փոխել համակարգը հասկացաք չէ ու էլ ինքը չպնդեց առաջապես որ եթե 60-70% հետան բաներն են ուրեմն կարելի է կարևոր բան ասենք այդ իրան ինքորսե 60-70% ժողովրդի ոչ իր համակիրների մոմենտ օքսը չէ ճիշտ է իր համակիրներս են Իրանը 100,000 է 100,000 է թող այդ իր տեսանյութը լսած եղնին 50,000 այդ 50,000 դիք չեղավ 50% 60% հասկացաք չէ ու այդ 50-60,000-ն էլ որ երթան ինքը չի էս այդ ում վրա երթան այդ ցայները լցեն իրանց հիշեք որ քսեր ես պաշտոններ բաժանող չեմ մարդիկ որ հասկուտան ում երթանք ցայն տանք հասկացաք չէ մի կարող երթան այդ 50-60,000-ը տարբեր են կուսակցությունների վրա լցեն այդ բանը իրանց ցայները եղավ որ այլի չեն հաղթել ու Короче, չի ստացի, տեսնիկը, չէ, 100%-անոց վարիանտ, որ չէ։
ու մի հատ ես էլի փաստ բերեմ, ավելցնեմ Կարեն Արայանի խոսքերին, որ 35 տարի եղել է բանը իշխանությունը համակարգի ձեռը։ Սա ամեն ռիճակները, ամեն ծևի իրանց ձեռն է, հասկանաք, ու իրանք ամեն ծևի կաշխատին որ պաշտպանեն իրանց իշխանությունը, քանի որ իրանք սկան տարի, 35 տարի սկան արելի մասշտաբների հանցագործություններ են կատարել, իրանք գիտեն հանկարծ իշխանությունը ձեռի սպասողեցին, իրանք արելի պատիժներ են տարվին։ Դրա համար իրանք ամեն ծևը կստեղծեն, որ հանկարծ չեղնի իրանց ձեռի չպլստա իրանց իշխանությունը, հասցաք։ Դրա համար միակ ծևը էստա դուրս գալ հեղափոխության, որից դուք շատ վախենաք, միք վախեցեք, եթե մեծ քանակով ժողովրդան, մեծ քանակով որա 100-150 հազար է դուրս գանք արդեն ոստիկանները պարալիզացած եղնին։ Հեչ բան չեն կրնանային։ Մենք այդ ինստրուկցիան ունենք, գիտենանք արդեն ծևի ռուկավայեցի տենենք, որ այդ հարցը լուծենք, մի օրվա կարելի է այդ հարցը լուծել։ Ինչքան շատ 200,000 ելավ, всё, դիք մե 10-15 րոպեվա հարցը մենք այդ ռեժիմի գլխավորներին նախադու ձերբակալենք ու всё, ու ռեժիմափոխություն ունենք, հասկացաք։ Մինակ էլի Վարդան Հակոբյանն էսա տարածեք, դուք է տարածեք, ես նյութը ու լավ կերնի մի հատ մտնիկ այդ բանը տեսանյութը Վարդան Հակոբյանն ունի, Լուսի Պանակն ունի այդ հարցազրույցները։ Ու լսեք այնտեղ շատ բաներ, առավել կարևոր բաներ խոսվածիկը, որոնց դուք գիտենաք կուրսի մեջ եղնիք, հասկանաք, չէ՞, որ գիտենաք երենելի կե ինչ է պետք ենել։ Հասկացաք, ես եկան Լուսի Պանակին չէ պաշտպանել, ժողովուրդ չա։ Պրոստը ուղղակի ես որ ներկայացնեմ ճիշտ բաները, որոնց իմ ծրագրին մոդիկ է, շատ մոդիկ է։ Իմ ծրագիրը այն է, որ չէ՞ տալ ընտրություններ ելնել հեղափոխությամբ իշխանապողություն ելնել, ոչ թե ռեժիմափոխություն ելնել, այդ ծևի։ Բայց ասենք իմը ավելի առավել է ժողովրդի համար, որ մենք պետք է ստեղծենք կլոր սեղան ազգային, ժողովրդի կլոր ազգային սեղան, ոչ մի կուսակցության սեղանը չի եղնի, ու կուսակցությունները իրանց բաները կկորցնեն, հասկանաք առավելությունը, իրանք արդեն ոչ թե իրանք կորոշեն որոշումներ, այլ ժողովուրդը կորոշի, դառնա դադավոր այդ ազգային կլոր սեղանի առջև, ինչ որ դի քաղաքական ուժերը, կուսակցությունները առաջարկեն ծրագրեր, ժողովուրդը կքննարկի, ընտրե որ ծրագիրը եւ այլն, հասկացաք, ու իրանք արդեն թույլ կմնան, իրանք պրոստը ուղղակի ինչ որ այդ է, մեզ պետք է այդ է, որ քաղաքական ուժերին մենք ծառայեցնենք ժողովրդին, ոչ թե ժողովուրդը ծառայ քաղաքական ուժերին, հասկացեք, ամենաճիշտ ընդիր ազնիվ ծևն է, որ հետո չասեք, որ մեկը քարենգը Նիկոլի Մարտնես, մեկը քարե Քոչի Մարտնես, ես դիանքսեմ այդ կլոր ազգային սեղանի վրա նախին ներկաները գոյություն չեն ունենա առաջ երթին, всё, դոնց վրա խաչը կաշված։ Երկրորդ երթին է բոլոր քաղաքական ուժերը, որոնց որ դուք համարը ճիշտ են, թող կան իրանց փաստերով ապացուցեն իրանց ծրագրերի ճիշտ ու ազնվությունը չեն ապացուցել դիք հետո կերևա։ Բայց իրան ճիշտը մենք կբռնենք, իրանք այնտեղ էլ չեն կրնա կլոր սեղանի վրա անհնար է, հասկանաք, բանել խապել ժողովրդին։ Ու մի նայեք ստեղ ինչ ստացավ, լավ բանոր 2000 լսարան ունեցողները արդեն այն եկան կարծիքի որ ընտրություններով անհնար է ռեժիմափոխություն անելը, հա։ Ու դիք շատ օգուտ տվավ, այս մեր ծրագրին ժողովուրդ ջան։ Աբրի Կարեն Արայանին որ ուղեց այս բանին Վարդան Հակոբյանին։ Ու մի նայեք, ու եթե այս ծրագրին իմ առաջարկած ծրագրին միացողները նորից էլի կխնդրեմ ակտիվ ծևի տարածեք, որովհետև թույլ ալիք է մալիկը լրի շատ բան չի հավաքի, հասկանաք, ժամանակն է քիչ է։ Դրա համար ակտիվ ծևի է պետք ամեն ինչը տարածել, որ արագացած հասցնենք, տեսակ այնտեղ խոսակցությունը գնաց 3 ամիս մնացել է հասցնել, չհասցնելու հարցը, հասկացաք, չէ։ Ասենք այս ծրագրին ժողովուրդը ավելի լավ կմնիկը, որովհետև բանը ազգային կլոր սեղանը, ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական բանի ուժի կողմից չէ, հասկացաք, չէ, այս ծրագիրը։ Ու ավելի վստահություն կա ժողովրդի մեջ, որ այս ծրագիրը ազգային կլոր սեղանը ամենաազնիվ մոմենտն է, որ մենակ բանն է, որ ժողովրդի առավելությունն է, որ ասենք ժողովուրդը չի միանա այն կուսակցությանը, որոնց իրանք պետք է բանեն մտածեն, որոշեն բոլոր հարցերը, այստեղ ժողովուրդն է որոշողը ամեն հարցերը։ Այս քաղաքական ուժերը ասենք կնան բանեն, առաջարկեն իրանք ծրագրերը, ժողովուրդը դադավորիպես ընդունել դատե հա կամ ոչ եւ այլն, ու դրա համար այս ծրագիրը կարող է ավելի արագ ասենք շատ քանակ ժողովուրդ հավաքի, քան ինչ որ քաղաքական ուժ որ կոչկին է արեքնձի միացեք ենինք բանի հեղափոխության, հասկացաք ժողովուրդ ջան։ Դրա համար նորից էլի խնդրեմ արագ աշխուժ ծևի տարածեք այս ամեն ինչ, օգնեք պետք է ծրագրին։ Միքսպես բանի ուժերը տարեք ուրիշ բաների վրա։ Ումպես չեղնոր հետո վերջում էլ որ ասենք արդեն չհասցնենք այդքան բաներ քանակ բան հավաքելու, Լուսի Պանակը երբ որ միամիտ կրնա ուզենա դուսկա հեղափոխության, ես տեղից կոչերեմ դե վերջի վարիանտը էլան չկա, մարդը կան չենք հավաքի, կոնե բերեք Լուսի Պանակին միանանք, հասկանաք։ Որ հետո չսեք Լուսի Պանակի մարդն է բան եւ այլն։ Այդ մոմենտն է նորից զգուշացնեմ կը։ Մեզ պետք է որ ոչ մի քաղաքական ուժի հետ չմիանալ, ավելի լավ է բոլոր քաղաքական ուժերին մենք բերենք միացնենք ազգային կլոր սեղանին ու այդ ծևի ենիք ամեն ինչը հարցերը լուծենք։ Ու ավելի օգտավետ ժողովրդի համար է։ Եթե հասկացաք ու տարածեք բաժանորդագրվեք այս բաները, ծրագրի գաղափարը ժողովրդին արագացրած։